Մենք այդտեղ ուրիշ գաղտնի դավադրություններ էլ ունենք մենք պահացել, շատ էլ որ չենք ասում։ Հետո հետագայում պարզվելու է ով է ծխում, ով չի ծխում, ով է առողջ ապրելակերպով զբաղվում, ով է առողջ, որովհետև հա, մենք պետքա գրոհենք առողջ ապրելակերպ, պետք է մարզասրահները գրոհենք, պետք է քայլուղիները, վազքուղիները, հեծանվուղիները եւ ընդհանրապես պետքա մեր գրոհները այդ ուղղությամբ լինեն, որովհետև մենք ընդհանուր առմամբ խնդրեմ ունենք եւ դա շատ կարեւոր բան է։ Իմիջայլոց հազիվ առիթ է, քանի որ հասանք ծխելուն եւ բանին, ծխելուն եւ անառողջ այլ գործելա բաներին, գործելա կարգերին, ես ուզում եմ մի sense դիտարկում անեմ ինքս իմ փորձից ելնելով, որ մարդ, որը բավական երկար ծխել է, ընդհանուր առմամբ գիտեք հետեւյալը կա, ծխող եւ ալկոհոլ օգտագործող մարդը ո՞նց է մտածում։ Ասենք նորմալ է, չէ՞, դե ասենք առնվազն ծխելը, հա, բայց հիմա նոր տարի է գալիս եւ այլն։ Մտածում է հետեւյալ կերպ, ասում է ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է եւ հետեւաբար ես ինչի պետքա ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ։ Իսկ իրականության մեջ հաճույք է չծխելը եւ ալկոհոլ չօգտագործելը։